ցավալի է, որ նույն Տեր-Պետրոսյանը, նույն Քոչարյանը, նույն Սարգսյանը օրինակ այդքան ուժգնորեն չեն քննարկել նոյեմբերի 9-րդ կետը։ Քննարկել են, հիմա էլ են քննարկում։ Հիմա սկսեցին քննարկել, երբ տեսան, որ դա արդեն չի իրագործվում, որ եկավ օգոստոսի 8-ը, որ օգոստոսի 8-ը հարամեց նոյեմբերի 9-ը, եւ իրենք սկսեցին բացահայտ խոսել, առաջ ասում են, որ դա կապիտուլյանտ փաստաթուղթ է, իսկ այժմ ասում են, որ դա այս ինչ մի լավ փաստաթուղթ է, ինչպես կարելի է չվերադառնալ, անպայման պետք է կատարել նոյեմբերի 9-րդ կետը, Լաչինի շրջափակումն են մեղադրում մեզ, որ մենք չկատարեցինք նոյեմբերի 9-րդ կետը, եթե նոյեմբերի 9-րդ կետը կատարենք, Լաչինը չէր փակվի։ Իսկ ներեցեք փարուխ առ փարուխ, որ հանձնվում է, այնտեղ մենք ինչն էինք սխալ արել։ Իրենք չեն անդրադառնում եւ զարմանալի է, որ եթե մենք ունենայինք նորմալ ընդդիմություն ազգային ժողովում, եթե օրինակ իշխանությունը դիցուկ կաշկանդված է լսումներ կազմակերպել եւ կատարողականը բարձել նոյեմբերի 9-ի ընդհանրապես 9-ի կետերի շուրջ, ապա եթե լիներ նորմալ ընդդիմություն, պետականամետ ընդդիմություն, ընդդիմությունը ինքը կնախաձեռներ եւ լսումներ կկազմակերպել եւ ի վերջո գնահատական կտար կատարողականին նոյեմբերի 9-ի